մարդիկ գնում են քվեարկում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, այլ նրանք գնում եւ քվեարկում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Եվ նույն տրամաբանությունը այս դեպքում, տեսեք, մենք ինչու ենք խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ձուլվել Սամվել Կարապետյանի ուժի հետ, որովհետև մարդիկ չեն քվեարկել 2021-ին Ռոբերտ Քոչարյանի օգտին, նրանք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ այսօր էլ չեն քվեարկելու ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սամվել Կարապետյանի օգտին։ Նրանք նորից գնալու են քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժի համար ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն ընտրությունների գնալու շարժառիթը, մոտիվացիան այն է, որ այն քաղաքական ուժը, որին իրենք չեն սիրում, չկարողանա դառնալ իշխանություն։ Եվ հենց այստեղ է տրամաբանություն, տեսեք, դուք ասում եք իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը, որը շատ մեծ հավանականությամբ կարողանալու է մնալ իշխանության, այդ իր ստացած 51%-ի առնվազն 50%-ը, այսինքն առնվազն կեսը, բացարձակապես գաղափար չի ունենալու, ինչ է իրական Հայաստանը կամ ինչի համար է իրական Հայաստան գաղափարախոսությունը ձևավորվել կամ իրականացվում։